Ապրիլի 13-ին հայ առաքելական եկեղեցին տոնեց Ծաղկազարդը։ Վաղ առավոտից Մայրաթոռի բակը լի էր տարբեր վայրերից եկած ուխտավորներով, տոնին մասնակից մանուկներով։ Հաստատված կարգի համաձայն Ծաղկազարդի տոնը սկսվեց անդաստանի արարողությամբ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթեց և օրհնեց աշխարհի 4 ծագերը, հայցելով խաղաղություն ու բերրիություն։ Դարեր շարունակ մեր հայրերը անդաստանի կարգ են կատարել արտերում ու այգիներում, աղոթել են, որ Աստված ազատի մեր երկիրը փորձանքներից, խաղաղ ու բերքառատ տարի պարգևի։ Անդաստանին հաջորդեց ուռենու ոսტերի օրհնությունը։ Նոր կյանք, զարթոնք, հաղթանակ խորհրդանշող ճյուղերը Ծաղկազարդի խորհրդանիշներից են համարվում։ Մարդիկ ձգտում են եկեղեցուց տուն տանել և պահել մինչև հաջորդ տարի։ Ամեն տարի ճիշտն ասած գալիս ենք բոլոր կանոնները պահպանելով։ Պահքը պահել եմ, ճիշտ այս տարի բավականին մեծ դժվարությամբ և ամեն կիրակի այցելել եմ եկեղեցի, վերցրել եմ նաև ճյուղեր, սենց երեխաներից մեկը նվիրեց, այո, տարբեր ճյուղեր են օրհնվել Քրիստոսի մուտքը ողջունելու և ի խորհուրդ դրան եկեղեցին էլ։ Վերականգնված և բարեզարդված Մայր տաճարի առաջին Ծաղկազարդն է։ Տոնական պատարագին ներկաների թիվն այնքան մեծ է, որ շատերը սրբազան արարողությանը դրսից են հետևում։ Չորս ավետարանիչներն էլ նկարագրել են Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Աստվածորդին քաղաք էր մտնում ավանակին նստած, որպես խաղաղության իշխան։ Քրիստոս եկավ ճշմարտությունը քարոզելու, հետևաբար փախում եղավ Քրիստոսի և փարիսեցիների միջև, և իրենք որոշեցին սպանել Քրիստոսին, որ լրացնեն իրեն։ Եվ Քրիստոս իր ազատ կամքով որոշեց ի վերջո Գալիլեայից իջնել մինչև Երուսաղեմ, մինչև տաճար, նույնիսկ տաճարը մտավ։ Ուսերաս մուտքն է Երուսաղեմ, որ մենք այսօր կնշենք, որ սևով մը հաստատենք մեր Տիրոջ գամավոր քայլը թեպի խաչ։ Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է, սուրբ հաղորդություն է տրվում։ Ծաղկազարդը հետաքրքիր ճամփաբաժան է մեծ պահքի, խորհրդավոր ու դժվարին ընթացքի մեջ, դիմելով ներկաններին, ասաց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Ծաղկազարդից հետո սկսվում է մեր Տիրոջ կյանքի վերջին օրերի նեղությունները, փորձությունները խորհրդանշող չարչարանաչ շաբաթը, որը պսակվում է Քրիստոսի հաղթանակով։ Այս օրերին մենք վերապրելու ենք Փրկչի երկրային կյանքի վերջին օրերի իրողությունները՝ Գողգոթայից մինչև հարություն, ասաց պատարագիչ հոգևորականն իր քարոզում։ Ավետարանական նկարագրությունների համաձայն Տիրոջ մուտքը փառաբանող, արմավենու ճյուղերով նրան դիմավորող ժողովրդի մեջ ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր։ Գարեգին II հայրապետի հաստատած կարգի համաձայն տարիներ շարունակ Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ։ Մայրաթոռում վեհափառ հայրապետն է օրհնում հավաքված մանուկներին։ Մայրաթոռ եկած երեխաները նաև օրհնված խաչեր ստացան հայոց հայրապետից։ Մանուկներ կտեսնեք, որ Հիսուս այս ընթացքին, երբ քարոզում էր, երեխաներ փորձեցին մոտենալ մեր Տիրոջ և օրհնություն ստանալ և չափահասներ, տղամարդիկ և այլն հեռացուցին, ուզեցին մեր Տիրոջ հանգիստ զգալ, երեխաները չխանգարեն նրան։ Մեր Տերը ասավ ցկեք թող մանուկները գան ինձի, և նաև ասավ երանի ամենք տալ մանուկներու պես մաքուր սիրտ ունենաք, որովհետև անանդեն ցերինն է Աստծո արքայություն։ Հետևաբար մեր հայոց հայրապետի տոներությամբ Ծաղկազարդի օրը նաև եղավ մանուկներու օրհնության օր, ոնց որ մեր Տերը եղավ 2000 տարիներ առաջ, մենք այսօր գրավիրենք երեխաները և հայրապետը գործներ իրենց։
Երբ տեսնում եմ այս ամբողջ մանուկներին, ծնողներին, այսպես խանդավառ, ոգևորված, այսպես գեղեցիկ ժպիտներով, մի պահ պատկերացնում եմ հենց այն ծաղկազարդը, երբ Քրիստոսը ասաց թող մոտենան ինձ երեխաները։ Հայ եկեղեցին բոլոր դարերում մեր փրկության միակ ուղին է եղել, հայապահպանության, ազգի պահպանության։ Եվ լավ է, որ եկեղեցին իր դերը չի կորցնում, նշանակությունը չի կորցնում։ Երկուշաբթի օրվանից սկսվում է ավագ շաբաթը, չարչարանաց շաբաթը, որի պսակը քրիստոնյաների ամենամեծ ու նվիրական տոնն է՝ Սուրբ Հարությունը։ Լուսինե Բալյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։